քամու միջոցով փոշին բարձրանում է իջնում է դաշտերում կամ բաց ջրային տարածքներում եւ աղտոտելով այդ ծանր մետաղներով ամբողջ տարածքը եւ նույնպես պոչամբարների միջոցով եւ այլ միջոցներով անձրևի եւ այլն այդ ծանր մետաղները գնում են դեպի գրունտային ջրեր, իսկ որից իհարկե գիտեք գրունտային ջրերից մարդիկ օգտվում են որպես խմելու ջուր, այս դեպքում էլ համապատասխան ջերմուկ ջուրներ եւ մնացած այն ջրերը, որ կուտակվում են այս էկոհամակարգերում, կաղտոտվեն։ Դա միանշանակ կենսաբազմազանության մասին թե ով է կատարել այդ աշխատանքը մենք տեղյակ չենք։ Այնտեղ չի նշվում, ասեմ, որ մի անգամ իրանք մոտեցան 3 տարի առաջ մեզ, որ մենք անենք, մենք ընդհանրապես նման բան չունենք, որ բնությունը փչացնում է իրենց հետ համագործակցենք, ընդհանրապես մենք ասեցինք, որ մենք դեմ ենք, անկախ ամեն ինչից, ով կիրականացնի այդ ծրագիրը թե չէ, քանի որ դա համարվում է ամուլսարը, միգրացիոն ուղիներ, հայկական մուֆլոնի, Բեզվարան հայցն է այնտեղ բնակվում եւ Կովկասյան ընձառյուծը, որը Հայաստանում ընդամենը 5-ից 7 մնաց է։ Արջերն են բնակվում ըստ եւ մնացածը, բայց ես նշում եմ միջազգային կարմիր գրքում գրանցված կենդանիները, որոնց ապրելավայրերը քանդելու կամ վերացնելու կամ ֆրագմենտացիայի դեպքում իրանք չունեն ըստ կոնվենցիայի կենսաբազմազանության կոնվենցիան, որին Հայաստանը միացել է 1993 թվականին։ Ռուսական աշխարհը շատ թույլ իրանց կողմից ուսումնասիրվել է, թե ով է ուսումնասիրել, էլից մեզ համար պարզի, լավ կլինի պարզենք, թե ովքեր են այդ ուսումնասիրությունները կատարել եւ ինչու չեն գրանցել այն տեսակներ, որոնք իրոք այստեղ բնակվում են կամ միգրացիոն ուղիներն են։ Խոսքը այդ 3-4 խոշոր կաթնասունների մասին են, որոնք Հայաստանի եւ միջազգային կարմիր գրքերին են։ Եվ պետական տես ծրագիր կար, որ ջերմուկ ազգային պարկի ստեղծման մենք խոսել ենք մեր Գերմանիայի գործընկերների հետ եւ կա հնարավորություն, որ իրենք կֆինանսավորեն այդ ծրագիրներ, որը էլի կբերի թե ջերմուկի տարածաշրջանի զարգացմանը, թե նույն այն գյուղերը, որոնք այստեղ կան, այս խոսքը գնում է Գնդեվազի մասին, առաջինը, որ այդ համայնքում էլ կարելի է ներդրումներ անել այդ ծրագրերի շրջանակում։ Ուզում եմ ասեմ, որ այդ կամպանիան թող այդքան երկար ռեկլամ չանի, մենք ավելի շատ բան ենք անում, չենք խոսում, իրանք մի երկու բան մանկապարտեզ են ռեմոնտ արել, դրել են արդեն կայքեր։ Իրենք ասում են, որ պետք է անտառ վերականգնում անեն, անտառ տնկեն, այդ բարձրության վրա առաջին անտառ չի աճի, մենք էլ ունենք փորձ Լոռիում մոտ 700 հեկտար անտառ ենք տնկել, այդ անտառը կդառնա անտառ 40 տարի հետո, երբ որ իրենց ծրագիրը կվերջանա, ասում են անտառը կկլանի այդ փոշին, ասում եմ դու տնկելու ես մինչև 50 սանտիմետր, հա տնկի, այդ տնկին մինչև դառնա ծառ 40 տարի կանցնի այդ բարձրության վրա կատարել անկախ փորձաքննություն։ Ես չգտա իրանց կայքում ցավոք այդ փորձաքննության այդ բաները թե ինչ մեթոդներ են կիրառելու, այդ էլ չգտա, ուղղակի ուսումնասիրություններ են, քամիները ձախից աչա գնալու, եթե ոնց որոշեցիք, որ միշտ ձախից աչա գնալու, ոչ թե մեկ-մեկ ցենք աչի ձախ։ Դա մեկ, երկրորդը ասում ջերմուկը թող անհոգ լինի, այդ գրունտային ջրերը դեպի հարավ գնում։ Այսինքն Սյունիքի մարզը մենակ բանը, ողնդեր թունավորվել, ստե չեն թունա։ Ինչ տարբերություն, հա։ Երկրաբանական առումով մեր տարածքը բավականին սեյսմիկ գոտում է գտնվում, ինչպես նշվեց արդեն, եւ դրա վառ օրինակն է հենց ջերմուկի տաք ջրերը։ Հենց այնպես չեն, այդ տաք ջրերը հատնում երկրի մակերևույթ, դա երկրաբանական ճկվածքի վրա է եւ այդ գոտում 10-12 տոննանոց այդ նյութերով պայթեցումներ կատարել խիստ վտանգավոր է, որովհետև հենց ինքը կարող է երկրաշարժի առաջացման պատճառ դառնալ, այն էլ պարագայում։ Ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրեմ մի իրավիճակի վրա, որ լեռան երկու կողմերում մենք ունենք ջրամբար։ Իսկ արդյոք չի վնասվելու նրանց պատնեշը։ Կարծիք հնչեց, որ գեոթեմ ընկերության ներկայացուցիչները պետք է գային, խոսենք, երկխոսենք, բայց կարծում եմ այս սեղանի շուրջը շատ կարևոր մի մարմին եւ մարդկանց խումբ պակասում է։ Եվ դա գեոթեմ ընկերությունը չէ, այն մարմինները, որոնք որոշում են կայացել եւ տվել են լիցենզիա հանքը շահագործելու համար։ Խոսքը գնում է կառավարության մասին եւ բնապահպանության նախարարության մասին։ Այդտեղ նայեք մենք ունենք օրենսդրական դաշտում բավականին լուրջ թերացումներ, ունենք բնապահպանության ոլորտում։ Թերացումները կապված են նրա հետ, որ կազմակերպությունները կարող են բիզնես կազմակերպությունները ներդրումներ են անում բավականին երկար հետազոտություններ անում, միլիոններ են անում ու
Դրանից հետո նոր հանրային լսումներ, ձևական եւ այլն արդեն հայության մասնակցությունն է գալիս։ Եվ այս պարագայում, երբ որ կազմակերպությունները արդեն միլիոնավոր դոլարներ արդեն ներդրել են հետազոտական աշխատանքներ անելու համար, բնականաբար շատ ավելի շահագրգռված են եւ շատ ավելի մեծ ճնշում են գործադրում կառավարության վրա, որ իրենց արած ներդրումները արդեն հետ բերելու համար։ Եվ այստեղ հարց է գալիս հանրային լսումների մասին։ Երբ պետք է արվեն լսումներ, երբ պետք է հասարակությունը իրազեկվի խնդրի մասին, խնդրի շուրջ, երբ որ արդեն որոշումները կայացվել են, թե նախքան դրանց կայացնելը։ Դրա համար նման քննարկումները պետք է նախապես անել եւ հիմք ընդունելով նաեւ բնապահպանական մեր փորձը, որ տարիների ընթացքում մեր բնապահպան ակտիվիստները ունեցել են, շատ ձեզ խորհուրդ կտամ, որ պայքարի վեկտորը ուղղվի ոչ թե գեոթիմ կազմակերպությանը, այլ կոնկրետ կառավարությանը, քանի որ պատճառները, ըստ էության հիմա եթե մենք հետևանքների դաշտում ենք գտնում, պատճառները կայացված որոշումներն են, որոնք պետական մարմինների ատյանների կողմից են կայացվել։ Գեոթիմ կազմակերպությունը դրանպես ինքը ոնց է մտածել, պետքա գա մի հատ ամբողջ քաղաք ոչնչացնի իր ստրուկտուրաները, որ ստեղծվել է, էլ չեմ ասում այդ վտանգները, որ կա ամբողջ Հայաստանի համար, որ մենակ ջերմուկին չի վերաբերվում, ու մարդիկ սուսուփուզ նայելու են, թե ինքը ոնց է այդ ոչնչացնում, իր փողերը առնում ու գնում։ Ջերմուկը մի քիչ այն իմաստով է ինքը լավ, որ ինքը հայկական բրենդ է, Հայաստանի բրենդներից մեկն է, ոչ թե որպես միայն խմելու ջուր, այլ եթե օրինակի համար դուք շփված լինեք տուրիստների հետ, որոնք գալիս են Հայաստան, իրանք մի քանի բան գիտեն, էլի Հայաստանի մասին, Գառնի, Գեղարդ, Արցախ, ջերմուկ, այսինքն թեղուտը, որ այդքան հայտնի չի իր բանը որպես բրենդ, հա, բայց թեղուտի հարց այսօր քննարկվում է Մոսկվայում ու 1000 հոգանոց լսարան է հավաքում, քննարկվում է Լոս Անջելեսում ու էլի լսարան է հավաքում։ Այդ մարդիկ ոնց են պատկերացնում, որ կարող է մենք ինչ-որ մարսեն, որ ջերմուկը վերացնեն ու գնան, էլի։ Իրանք ստեղ չեն, եթե իրանք այստեղ ունեն մի հատ բարի խորհուրդ կտա իրանք, որ եթե ծախսել է 35 միլիոն, մի ծախսեք հավելյալ 36 միլիոնը, արեք սուսուփուս, հասակուսեկը գնացեք, որտեղ իրոք անհեռանկար բան է։ Ամենակ ջերմուկի խնդիրը չի, մենակ ջերմուկցու խնդիրը չի, նաև ջերմուկում հանգստացողի խնդիրն է, որ գալիս է Ամերիկայից, որ գալիս է Հոլանդիայից, որ գալիս է Ռուսաստանից, այսինքն ջերմուկ համայնքը մենակ ջերմուկցիներինը չի, ջերմուկ համայնքը ազգային, մեր ազգային պետականության կարևոր օղակներից մեկն է հանդիսանում, հանգստյան տուրիզմի զարգացումը, կառավարության երկընթիր ռազմավարության մշակած դրույթներից է եղել, բայց պետք է կարողանալ ճիշտ տեղ կանգնել, այն ինչ որ մշակվել է, եւ իրավական հարթության վրա բերել։ Ես ինձ շատ ավելի ուժեղ եմ զգում, երբ որ ստեղ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ մեզ սատարում են որպես երիտասարդներ։ Իհարկե մենք այն սերունդն ենք, որ ծնվել ենք 90-ականներին ու արդեն հիմա կապիտալիզմը, հիմա փոխվում է, հիմա պետք է ավելի ներդրումներ լինեն օտարերկրյա կազմակերպությունների կողմից, ճիշտ է մենք էլ ենք կողմ որ զարգանա, բայց ոչ այս ձևով։ Մենք երիտասարդների անունից կարամ ասեմ, որ մեր ապագան ուզում ենք կապենք միայն ջերմուկի հետ, այսինքն գանք, ստեղ աշխատենք արժանի մասնագիտությունով, որպեսզի մենք մեր քաղաքում նույն մեր երեխեքը շարունակեն ունենան այն մանկությունն, այն ուրախորերը ստեղ, ոնց որ մենք ենք ունեցել, դրա համար դեմ ենք հանքի շահագործմանը, հանքը իհարկե մեր ազգային հարստությունն է, մենք էլ այս երկրի տերն ենք, դրա համար մենք նպատակահարմար չենք գտնում որպես այս երկրի տերեր հանքի շահագործումը, դրա համար միջև վերջ պայքարելու հետ չենք կանգնելու ոչ մի բանի առաջ։ Անկախ նրանից, այս հանքը իրանք ոնց շահագործեն, երբ շահագործեն, կամ ով շահագործի, այս հանքը մենք հաստատ գիտենք, որ մեր, եթե մի բանին, ասենք, մի քիչ շատ է վնաս կամ մի բանին մի քիչ քիչ, մենք գիտենք, որ հաստատ վնաս անելու։ Մեր համար, մեր երեխաների ապագայի համար, ոնց որ նշեց պարոն Հովհաննիսյանը, պարոն Ավագյանը, մեր նախնիները, մեր պապերը, մեր հայրերը այս քաղաքը հասել են մեզ առողջ վիճակով։ Մենք էլ այս հաստատ տալու ենք մեր երեխաներին ու թոռներին էլ առողջ վիճակով։ Ու անգլիական կազմակերպություն չլինի, ով ուզում է լինի։ Մենք հաստատ
այս մեր ջերմուկը պահելու ենք, պետք լինի ասել ենք էլը, նշել ենք մի անգամ ենք, պետք լինի շաբաթերով, ամիսներով, նույնիսկ տարիներով, կեթան կնստենք այդ ամուր սարի վրա ու թող մեր տակից այդ սարը ուզենան տրաքացնեն։